Թեքեյան կենտրոնում մարտի 11-ին անցեկացվել Արցախի հարցով համաժողով, որը կազմակերպել էր արցախցի արձակագիր վավերագրող Բակուր Կարապետյանը։ Նա հանկարծակի եկավ, որովհետև նախորդ օրերին 100-ից ավելի մտավորականների հատուկ հրավեր էր ուղարկել, բայց համաժողովի ներկա էին քչերը։ Առանց հասարակական կարծիքի չի լինի երկիր պահել։ Եվ արդյունքը տեսնում ենք և տարածքային կորուստներ, և մարդկային ինչպիսի կորուստներ, և ամենախայտառակ վիճակը, որ այսօր դատում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Մենք հանգիստ ստանում ենք և այս իրավիճակում, եթե մտավորականներին հրավիրում ենք, եկել եք, շատ շնորհակալ եմ, բայց շատ մարդկանց ենք հրավիրել, այստեղ պետք է խլրտար, պետք է լիքը լինեին։ Եվ այն մարդիկ, որոնք ամեն օր ելույթներ են ունենում։ Մտավորականները բոլոր ժամանակներում հանրության շարժիչ ուժն են, խիղճը, մտավորականը իր հետևից տանում է ժողովրդին, նրա խոսքը համախմբող ուժ ունի, անաչառ է, համարձակ, անկաշառ։ Բարոյազրկման, արժեզրկման հոգեբանական ճնշումների մեր օրերում մտավորականների մեծ մասը ապրում է լուռ ու համակերպված իրավիճակի հետ։ Մենք անտարբեր լինելու իրավունք չունենք, ընդհակառակը մեր ձայնը պետք է բարձրացնենք, որովհետև ճիշտ է որոշակի դեգրադացման պրոցեսներ կան, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ մեր ժողովրդի գոնե գիտակից զանգվածը սպասում է մտավորականության խոսքին, սպասում է մտավորականության քայլերին, որպեսզի իր համար համապատասխան հետևություններ կատարի։ Եվ կարծում եմ այսօրը այդ հնարավորություններից մեկն է, որպեսզի մենք բարձրաձայնենք մեզ հուզող հարցերը, փորձենք մեր տեսլականը ներկայացնել, ծառացած խնդիրների լուծումը ինչպես ենք տեսնում եւ ըստ այդմ փորձենք համախմբել ժողովրդին այսօր իսկ հրատապ դարձած գաղափարների շուրջ։ Մտավորականների համաժողովը նախաձեռնելու Բակուր Կարապետյանի նպատակը իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելն է, մտավորականների միասնական հարթակ ստեղծելն ու համախմբվելը, որպես հակակշիռ իշխանությունների միանձնյա որոշումների ու ապազգային քաղաքականության։ Ես կարծում եմ, թուրքական հետախուզությունը կարողացել է հավաքագրել մարդկանց, բերել, տանել մեր ժողովրդի գլխի, մեր պետության գլխի ղեկավար։ Սա է տեղի ունեցել։ Այս վիճակից դուրս գալու ես տեսնում եմ հնարավորությունը, ասենք մտավորականությունը պիտի լուծի այս խնդիրը։ Այսինքն 35 տարի, այսինքն 88 թվականից սկսած մտավորականությունն էր այդ շարժման հիմքը։ Մեր գերիների վիճակը օրհասական է, նրանց վերադարձի հարց իշխանությունների օրակարգում չկա, բայց հարկ է, որ այն մտավորականների համար առաջնահերթություն լինի։ Համաժողովի մասնակից Հայաստանի նախկին արտգործնախարար Ռաֆի Հովհաննիսյանի կարծիքով յուրաքանչյուր ոք պետք է իր տեղում աշխատի, բոլոր ջանքերը գործադրի, հատկապես որ իշխանությունների վրա չպետք է հույս դնել։ Ալիևն էլ իր հերթին անպատժելի է կարծում։ Մեկը պիտի ելույթ ունենա Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում, մյուսը պիտի լրատվական դաշտով վերլուծություն դա, երրորդը պիտի ծանոթ դիվանագետներին, քաղաքական գործիչներին, միջազգային կազմակերպությունների հետ կապվի, որպեսզի այդ ճնշումը լինի։ Ասված դա, որ այդ ճնշման համաստեղությունը բռնի իր թիրախին եւ հասնի նպատակին, բայց պիտի ասեմ, մենք թույլ տվեցինք, որ այդ մարդը գայանա որպես բռնաբեդ, առայժմ աշխարհը կամ աշխարհի գործիչները բոլոր քննադատություններով հանդերձ ընկալում են իրեն, իր նավթը վերցնում են, իսկ այս կողմից մենք ունենք մի արդեն անվավեր դարձած իշխանություն, որը միայն մի սուարյուն է տալիս իր զառանցանքներին եւ իր բռնազավթիչ քաղաքականության։ Համաժողովին քննարկվեցին նաև ներքաղաքական հարցեր, որովհետև դրանցից են բխում մեր բոլոր խնդիրները, բոլոր աղետները։ Մենք չենք ունեցել քաղաքական էլիտա եւ խորհրդային
այդ շրջանում ինչ որ մի տեսակի էլիտա ստեղծվեց, բայց ցավոք սրտի Խորհրդային Միության փլուզումից հետո այդ էլիտան էլ վերացավ։ Մեր խնդրը այն է, որ մենք այսօր չունենք ձևավորված եւ մակարդակ ունեցող քաղաքական էլիտա, ցավոք սրտի։ Եվ չկա այն կապը մտավորականության եւ քաղաքական էլիտայի միջև։ Ցավոք սրտի չկա։ Ինչ կարելի է այդ ուղղությամբ ասել։ Մենք ասում ենք մտավորականություն, չէ՞, մտավոր մարդիկ, մտքի ուղեղի մարդիկ, չէ՞։ Այսօր շատ կարևոր է ամբողջ աշխարհում այդ process-ը գնում են, նույնիսկ այն հեռավոր աֆրիկյան երկրներում են դա անում։ Նրանք ստեղծում են մտավոր կենտրոններ, անալիտիկ կենտրոններ, որոնք անգլերեն ասում են think tank կենտրոններ, ուղեղային կենտրոններ, որտեղ եթե մտավորականությունը պետք է ինչ-որ ներդրում անի, սա ամենակարևոր ուղղություններից մեկն է, որ ստեղծվեն այդպիսի կենտրոնները։ Համաժողովին ներկա էին համարձակ մտավորականներ, ովքեր չեն վախենում աշխատանք ու աշխատավարձ կորցնելուց, քաղաքական հաշվեհարդարներից ու հետապնդումներից։ Ի վերջո բոլորն են հասկանում, որպեսզի Արցախի ու այսօր արդեն նաև Հայաստանի խնդիրները առաջ քաշվեն հայկական շահի պաշտպանության դիրքերից, ուրեմն պետք է փոխվի բանակցողը, օրվա իշխանությունները պետք է հեռանան։